Կանաս քեզ սիրտը մեր կլիներ ամայի հագեստում ես կարոտ ու ծառավը հայի Դու այսօր նորորեր ես ապրում Քեզ տեսնողն ուրիշ մարդ է դառնում քո գրքում հասկանում ենք կարևոր մի բան մենք սիրում ենք քեզ քաղաք number 1 Սիրտես հայության Չի լինի ու չկա քեզ նման համարնեկն ես դու քաղաք number 1 Number 1 city in the world Սա ազատության պողոտան է, ժողովրդի լեզվով ասած մոնումենտը Այստեղ է բնակվում բնացականյանների կարիքավոր ընտանիքը Նրանք, ովքեր արդեն 15 տարի է օգնություն են ակնկալում խոփանում գտնվող ընտանիքի հայր Սասուն Մնացականյանից Պատկերացում չունենալով, որ վերջինս ինքներով խոփանի ջրերը չի էր մտածում ընտանիքին գումար ուղարկելու մասին Սաքուր, դու արդեն լրիվ համահանում ես, այդքան չի դասի չես գնում Մամ, ես էլ դասի չեմ գնալու Ինչի? Որտե մեր դասարանի սաղ երեխեքը հեռախոսում են ու Angry Birds են խաղում Ես էլ ռագատկով եմ խաղում Այդ Անգլի բիրսը ո՞րն է? Մամ, այդ ինը ռագատկեն է Ուղղակի ռագատկի մեջ ծիտ են դնում ու խփում են խոզին Խեղճ երեխես տաքություն չունի, բայց զառանցում է Ոնց թե Արման Բարդումյան Այդ հերդ լրիվ մեզ ծեր առնում Հələ զանգի դրան Ոնց եք ես ձեր փորացավը տանեմ Լսի, դու մեզ լրիվ ես ծեր առնում, հա ոնց հասկանում եմ Մենք քեզանից հեռախոս ենք ուզում, դու մեզ Արման Բարդումյանի դիսկն ես ուղարկում Հələ մի րոպե Սաքուր, բալես Հիմա դու ինձ ասա Ինչի համար էր դու ինձանից հեռախոս ուզել Որովհետև մեր դասարանի սաղ երեխեքը հեռախոսում են, ես չունեմ Իսկ հիմա դու Արման Բարդումյանի դիսկ ունես, իսկ ձեր դասարանցիները ոչ Ասեմ ավելի Քո հայաթի ինգերներն չունեն Արման Բարդումյանի դիսկը Ասեմ ավելին Այդ դիսկից ոչ մեկ չունի Դաժե հենց ինքը Արման Բարդումյանը Կա Իսկ ես դիսկի մեջ խաղեր կա Չէ, չկան Բայց կարաս գցես, արխային գցի Դատարկ դիսկը Չլիքը տեղ կա Սասում, այդ տանը մարդ չկա, արխային տենց փռվել ես Լավ էլ ջոգիր Տանյան երկու օրով են բանի հետ գնացելա դաչա Բանով է Արա դե ինգերս էլ ես Տանյայի մարդը Արա ոնց է դրա անունը Իվանը Արա Իվանը 100 տարվա ընկերս է անունը հա մոռանում եմ Այդ նրանից է որ շատ եմ աշխատում Բա ասում ես տանը մարդ չկա Էդ ով էր հետևովդ անցավ Ով Իմ հետևով ոչ մեկը չանցավ ես տանը մենակ եմ Չես տենում մենակ եմ Յա Մի աղջիկ անցավ վրան էր պրոստի ներգցած Նա ինչ ես խոսում է չեմ հասկանում վրա Հենա նայ հետևդ կանգնած կոֆե ա խմում Ինչ ես խոսում ստեղ մարդ դու տենում ես Ոչ մեկը չկա կանգնած Սկայպավա թե կլնում վրես Վայ Սասուն հենա Եկավ նստեց գիրկըտ Արա Սաքուր բալես Դու էլ ես նույն բանը տենում ինչ-որ մերը Հա Հետա գիրկտա Հա Հենա իմ էր գնաց Երանի քեզ հա Յա Շի սովածությունից ձեր մոտ լրիվ կալյուցինացիաներ Լրիվ ծանդել եք Սաղ ես եմ մեղավոր Որ իմ ընտանիքս այդ սոված է մնացել Հասմիկ ջան, կոֆե եմ բերել որ խմենք Յա Սասուն ջան, ոնց ես Սասուն, մարդը հարց է տալիս, ինչի չես պատասխանում
Ով Հասմիկ։ Չես տեսնում մեր հարևան Բերոջաջանը, չես հիշում իրան։ Դուք լրիվ ծնդել եք, դե մարդ չկա ախր, ինչ ես խոսում, Հասմիկ։ Ախ, ինստեղեց այն բողոք, թե չեք դարական։ Բալես, այս հերդ ինչ եղավ, նոր իրա հետ չենք խոսում մենք։ Ես իմն չեմ իշում։ Բալես, չգիտեմ, աչքիս լրիվ դժվար է։ Սա մեր մայրաքաղաքն է, որտեղ ամեն օր տեղի են ունենում արտակարգ դեպքեր, տհաճ երևույթներ եւ անսպասելի միջադեպեր։ Հենց այդ իրադարձությունների կենտրոնում են երազում առաջինը հայտնվել լրագրող Գառնիկ Կոմշյանը եւ օպերատոր Ռազմիկ Արշակյանը։ Սկանդալային լուրեր։ Այսօր տեղի է ունեցել երկու հայ օլիգարխների զավակների հարսանյաց հանդիսությունը, որի ժամանակ տեղի ունեցած ծեծկրտուքի արդյունքում բազմաթիվ վիրավորներ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։ Տեղի ունեցածի մասին կարող եք պատկերացում կազմել դիտելով Գագիկ Շամշյանի ֆոտոշարքը հենց դեպքի վայրից։ Սպորտային։ Լեսալ որտեղ են ծնվում տեսանյութերը, որտեղ են ծնվում սկանդալային տեսանյութերը, ռաշ ջոգում ես, այդ չլապեք տապուկի ուղեղն ու կամերան ոնց են աշխատում ջոգում ես։ Բայց Գառնիկ, մեր պատրաստած ռեպորտաժը ինչ վատնա որ։ Արա լավ էլի խազ մեր պատրաստած ռեպորտաժի լավը որն է, այդ ցավը տանեմ։ Քիմիկոսների լաբորատորիա չեն տալիս։ Ումա պետք ումա հետաքրքրում այդ խազ։ Մեզ մասսայական սկանդալներ պետք նկարել։ Մասսայական։ Համը ինչ անեն Գառնիկ։ Մենք ոնց գնանք Շամշյանի նման հարսանիք նկարենք։ Մի բան կմտածենք, մի նեղվի։ Անջատի այդ կամերան մտածում ենք։ Խազ, կպավ, ժամը 4-ին այսօր գնում ենք հարսանիք։ Ես ելնում եմ որպես վարող, դու օպերատոր։ Ձեռի։ Արա չէ ինչը ձրի, փողը պայմանավորվեցի ճիշտ է, իրաց ասեցի, որ մենք մեր գինը $2000 է, իրանք ասում ճիշտ այդքան չենք նախատեսել, բայց մարդը 20,000 դրամ ոնց որ ասին կտանք, էլի։ Գառնիկ, բայց 20,000 դրամով ով է հարսանիք նկարում կամ վաղում։ Արա խազ լավ էլի, դե մեզ փողը պետք չի, մեզ սկանդալային նյութն է պետք, խազ հասկանում ես սկանդալային նյութ։ Բամո կռիվ չլինի։ Արա ոնց կարա կռիվ չլինի, Փես ու կոմը ախր քյալաքսիա, հարսի կոմը Ղարաբաղցի, ոնց կարա կռիվ չլինի, հասկանում ես դու, ուրեմն նա ինչ ենք անում, բռունի ժիլետները հագնում ենք, ցավազել կողները խմում ենք ու գնում ենք նկարելու, գնացինք։ Բարև հարսանիքի փոխարեն Դուբայ գնացող, բայց վերջում մեկը հարսանիքին կրկնակի ծախսանող, հարսանիքից առաջ հարուստ խավոր մանեկող, հարսանիքի օրը սիգար ծխող, երաժիշտների տված շաբաշները մտքի մեջ հաշվող, շատ նեղ, 350 հոգանոց կրուգով հարսանիք անող իմ հայ ժողովուրդ։ Հենց հիմա մենք գտնվում ենք Երևանի հարսանյաց սրահներից մեկի դիմաց, որի ներսում հարսանիքը վերածվել է մարտեր առանց կանոնների, ինչպես սիրում էլ երգել Սիլվա Հակոբյանը, աջ զարկենք, ձախ զարկենք, տրախ կտանք, տրուտուն, նկարեցիր։ Բայց Գառնիկ, հլեն ոչ մի կռիվ ներսում չի եղել։ Արա, ուրեմն արի ասեմ, միջև կռիվը սկսել է դու չես կարա այդ կռվի ընթացքում ես ամեն ինչը նկարես, հիմա կտանենք մանտաժ կանենք, հետո կպրծնենք իրար արի։ Գառնիկ, ինչի է չոբանի շողեղը հագա։ Արա դե գազ հավեսով ես գնա էլի, չլսեցիր դու որ ասին փես ու պապու կենացն են խմում, փես ու պապը չոբան ա եղել, ասին եթե չոբանի շողերը չհագնես նոր կենացը խմես, սարքելու են գնդակ տաշեն, ոչում լսի ինչ եմ ասում գազ, միջև վերջ սրանց հավեսով պտի գնան, ինչ ասեմ պտի անենք, միջև կռիվը սկսի, ջոգում ես, մի ասած հա, արի հետևից, մտանք ներս։ Չել գազ, պտի եթանք փես ու քրոջ նոր ծնված երեխու կենացը խմենք, արի։ Գառնիկ, հարսանիքը համեղյա պղծնում է, բայց կռիվը հլը չի եղել։ Արա գազ դու ինչ հին ես բայց, արա դու չես ջոգում որ Ղարաբաղցիների ու ախրքյալաքցիների հարսանիքին բացառվում է կռիվ չլինի, ոնց ուզում ալնի վերջում արաղի իրանն ասելու է։ Յա, մենք քեզ այդքան փող ենք տալի, որ դու ելնես դուրս ծխես, այ պահմադա։ Ապե
Բլա առաջինը պամադա չի թամադա յա, երկրորդը ձերներից քաշի, ֆրիցես այս ապրա գլուխ։ Տղեկ, լարեք, ստե գնդակ եմ գտել, ինչ ֆուտբոլ խաղա։ Ապա մի։ Արախած, բայց լավ պրծանք։ 2-0-ի վրա տաշին ընկանք ձաբորներից դուրս, թե չէ դրանք որոշել էին մինչև 10 գոլ խաղալու էին, արա պատկերացնում ես ղազ։ Սա Պուշկինի փողոցն է, Երևանի ամենախուճուճ փողոցներից մեկը։ Այստեղ է բնակվում Խապլանյանների սուտասան ընտանիքը, նրանք, ովքեր ամեն կերպ թաքցնելով իրենց աղքատությունը, փորձում են իրենց մինուճար տղային ամուսնացնել շատ հարուստ աղջկա հետ։ Ես ընկնեի տրալիպուսի տակ մերնե ես բանը չտնայ Սիրակ ջան, ես ինքին կողքուղի։ Այ ես ինչ վատ եմ, Հակոբ ջան, մերնում եմ։ Բժիշկները մորդս տերշնի խոզուկ հայտնաբերեցին։ Ընդամենը մի ամսվա կյանք են տվել, Հակոբ ջան, այս ու մի մտածի, մինչև մերներես ես քո պարտքերը կտամ, կգնամ ցերեկները Ֆայլաբազարում համբալություն կանեմ, գիշերներն էլ փողոցները կավրեմ, պարտքը կբերեմ կնամ, Հակոբ ջան։ Այդ ցավը տանք ու հիվանդ հալին նայ թե կուտված խոստումներին նայ։ Ինձ պետք չէ այդ փողը, փող պարտ չես ինձ։ Վայ շատ շնորհակալ եմ, Հակոբ ջան, որ կգաս այն աշխարհ, լավության տակից դուրս կգամ, շատ մերսի։ Գնացի ես։ Հաջողություն Հակոբ ջան, շնորհակալություն։ Լավ, աղջի, հերիքա դերասանություն անես, գնաց արդեն։ Այդ այնքան ածեցի, աչքերը սուրեցի։ Լավ է լացում։ Վայ, բարկը շատ Աստված ջան, բարկը շատ։ Այ քեզ հաջողություն Սուսան։ Վայ։ Ay Sirok canı cevap atardı. Սուսան։ Ստղım. Սիրեք ծեծյա, ես ինչ վատ բան ա պատահել։ Ովա, Ավիկա ջան դու ես, Վիկա ջան, բժիշկները հայտնաբերեցին, որ մահացու հիվանդ եմ, ընդամենը 9 ամսվա կյանք են տվել։ Սիրեք ծեծյա, ես ինչ անսպասելի վատ լուր ասացիք։ Փրկության ոչ մի հույս չկա։ Կա հետ իմ թորնը, որ թորս ըլի ես կփրկվեմ։ Դրա համար ես հիմա ձեզ ուզում եմ ասել իմ վերջի ցանկությունը։ Ասա Սիրոկ ջան, ասա։ Լսեք երեխեք ջան, ուշադիր լսեք։ Երեխեք ջան, հենց այսօր ամուսնացեք։ Այսօր։ Այո, այսօր ամուսնացեք։ Սիրեք ծեծյա, ամուսնանալու համար ժամանակ ա պետք, պատրաստվել ա պետք։ Ամեն ինչ պատրաստ ա, Վիկա ջան։ Հենա մամիկոնը կողքի սենյակում մոմերը վառել ա, երաժշտությունը միացրել ա, տեղերը բացել ա, դե ջուրն էլ պետք է միացնես, չէ՞։ Երեխեք ջան, եկեք իմ հետևից։ Մի րոպե Սուսան, Սուրիկ պատվատի չանես ինձ, դուխով տղես, դուխով, ամեն ինչ կանես ոնց որ պետք ա, մնացածը թողում են քո ֆանտազիայի վրա, եղավ պապ ջան, մամիկոն ջան, երեխեքին ճանապարհի Եկեք, իրանց սենյակ։ եկեք, տաղնիքի ես ա ջուրը կբացեմ կտականա, ձեզ մաքուր սրբիչներ կբերեմ։ Մի րոպե քնձը։ Բացում եմ։ Սիրեք ձեծե, ես մի հատ շատ լավ հեքիմ եմ ճանաչում։ Ինքը շատ հիվանդություններ ա բուժել։ Մեծահարուստների մեծ մասը իր մոտ են բուժվում։ Ես հիմա իրեն կգտնեմ, կբերեմ ու ինձ թվում է փորձը փորձանք չի բերում։ Վիկա, սպասի, սպաս։ Ու այ մարդ, տեսար չէ, ասվա փորձը փորձանք չի բերի, գնումա փորձանքը բերի գլխից։ Ես քշում եմ բոլոր չար ուժերը, հեղացեք,
Տեսնում եմ, որ ձեր սրտի աչ կլապանը չի աշխատում։ Ստամոքսում խոց ունես։ Հələ ստոպ։ Վիկա ջան, որ խնդրեմ ինձ մի հատ էս ռենգեն տոտա հետ մենակ կթողեք բալես։ Ուղղակի հասավ անստեղ որ մի քիչ ամաչում եմ էլի։ Դու դուրս արի, Սուսան, դուրս արի։ Ես ինչ եմ ասում քեզ այս շարլատյան։ Ուրեմն այգար ես Սադանի մայլեն քանդերվածություն ես անում, հա։ Պրոֆեսիոնալները գալիս են իմ մոտ մաստեր կլաս են անցնում։ Ու 1960 թվի ջորին 2005 թվի Մերսեդեսի տեղ ծախում են։ Տղա ջան, էդ էլ իմ փող աշխատելու միջոցն է։ Հա։ Ինչքան փող ես վերցրել Վիկայից ինձ բուժելու համար։ $1000։ Դե ուրեմն հենց հիմա այդ $2000-ը հանում ու տալիս ես ինձ։ Ինչ իմացար $2000-ը։ Ես աշկիս չի ճոգում ուրա եկել։ Ուրեմն կամ հենց հիմա այդ $2000 ինձ ես տալիս, կամ էլ հելում սաղին ասում եմ, որ դու շարլատան ես։ Եղավ։ Դավայ, հանի փող, հանի դու։ Շուտ։ Դու ռստե այ աֆերի, գնաս դերի։ Սիրեք ձեձե, ոնց ես քեզ զգում։ Արդեն լավ եմ բալես։ Այ սենց, լրիվ դզվա։ Երկու անգամ է որ ես հեքիմին բերես, լրիվ չոտքի կլնի։ Դաժե կարելի է մի հատ ավտո առնել։ Սա այգեձորն է, մեր քաղաքի ամենաամառանոցային թաղամասերից մեկը։ Այս առանձնատներից մեկում իր էլիտար ընտանիքի հետ ապրում է պատգամավոր Շահեն Վիպոյանը։ Նա պատրաստվում է իր տեխնացությունը առաջադրել գալիք 2018 թվականի նախագահական ընտրություններում։ Լելո հեռախոսը տա։ Շահին ջան, մի հատ կվեց տես լսովա։ Ալո, Լիլու դու ես։ Չէ, Լելո չի, իրա մարդն է, ով է սարա։ Լիլուի պրոդյուսերն է։ Իրան փոխանցեք, որ այսօր ժամը 6-ին գա ստուդիա, որ իրան մի հատ ձայնագրեմ։ Արա, լասի քեզ ինչ եմ ասեմ։ Էսա կգամ կհաստեմ քո ստուդիա, ու քեզ անենց պրոդյուսերություն կանեմ, որ կդառնաս համաշխարհային աստղ։ Դու արի արա, երբ ուզում ես արի, ինչ ուզում ես արա, մեկը Լիլուն իմն է, պրոստը քո այդ փողերի համար է պսակվե քյալ։ Քյալ չես, քյալանթար չես, քյալթու ես, գիտես որն է, էդի քյարթուի քյալթուն է, քյալթու, դու գիտես ով ես սարա վաբշե։ Արտորիկ, ես Լիլուի գլխին ուզում ես սարքես։ Շահեն ջան, էդ ով էր։ Էշ, բալես, դու լողասի։ Լարիստի այ լոշտակ։ Ես լոշտակ չեմ։ Հեսա կդառնաս, արիստի։ Սերոշ, հեսոր նինայի խապը անսել եմ վռազ գործ կա, մի կեժան շուտ կգաս հիմա երևի ներսում ինձ ասպասի։ Ես մտնում եմ, դու ոչ մեկին ներս ես թողում, ով ուզում ալնի, հասկացա։ Դե ես գնացի ալնի։ Ես ձեն ուր արա։ Հիմա որ է, ԱՄԿ կուսակցության նախագահ Շահեն Վիպոյան։ Սերոժ ինչ ես անում, թող անցնեմ։ Մի րոպե։ Պարոն Վիպոյանը զանգել ասել է շուտ արի իմ մոտ։ Պարոն Վիպոյանը քեզ զբաղված է, ասել է մարդ չթողես մտնի ներս։ Ինձ էլ ասեց կյանքի մահվան հարցը, թող անցնեմ։ Կանչել եք պարոն Վիպոյան։ Եկել է ուղղակի չէր թողում մտնեին ներսը։ Շեֆ, մամա երբ չէի թողում մտնել ներսը, դոշակ տվեց խփեց գցած միանի վրա մտավ։ Հոնատուս։ Չէ սերոշ, մի հանի, արդեն ուշ է։
եկավ ախպեր ջան։ Արա մի քիչ ուղեղով մտածի էլի, արա սպանիր, արա սաղբախտ բիցեպսներով ես մտածում։ Ալցեք դերս, դու ռադիտ քաշի գնաս ոնց։ Ինչ-որ շտապ գործ ունեք, պարոն Վիպոյան կանչել էիք։ Շտապ։ Բա 5 տարի հետո ընտրություններ ախպեր ջան։ Բան չի մնացել տակը։ Մենք ասեք նրանք ինչ են անում, ցավատ տանեմ, եթե դուք մեզ չարեցիք, որ ես ընտրվա մյուս նախագահական ընտրություններին, եւս 4 հոգի Հայաստանում դառնում են գործազուրկ, միանգամից։ 4? Հա 4 բաբիկյան, դու Նինա եք։ Այսօր դավայ, մենք ուղեղների ծոր տվեք, մենք շարժեք ձեր ուղեղները, հետո թևերը, հետո հոգերը, դավայ շտարեք, մտածեք։ Ես մտածեցի, պարոն Վիպոյան։ Օրինակ Վլադիմիր Պուտինը սպորտսմեն է, ջյուդոյի եւ մեծ սեր ու հարգանք է վայելում սպորտսմենների շրջանում։ Այ եթե դուք դարագոյ մոյ որևէ սպորտաձևի տիրապետեք, ես համոզված եմ, որ բոլոր սպորտսմենները իրեն ձայները կտային ձեզ։ Ուրեմն, պապիկյան, դու խաբար չես, որ ես բոքս եմ պարապել երկար ժամանակ։ Լուրջ։ Դուք գիտեք, պարոն Վիպոյան, որ դա իմ ամենասիրած սպորտաձևն է։ Արտուր Աբրահամի համար էլ գժվում եմ։ Ես դու գիտես, Նինա, որ այստեղ են Արտուր Աբրահամին տպել է։ Անհավատալի բան եք ասում։ Եղավ, Նինա, հեսա կգնաք սպորտսմենների հետ հանդիպան ու դու կհամոզվես դրան։ Ուրեմն ասեք ձեզ ինչ եմ ասում, ես հասկանում եմ ախպեր ջան, որ դուք ձեր ձեները մուֆթայից չեք տալու։ Դրա համար մի հատ հետաքրքիր բան եմ առաջարկում։ Հիմա մտնում ենք ռինգ, կռվում ենք։ Ում կարամ եմ իր ձենը տալիս է ինձ, համաձայն եք։ Գնացինք ախպեր ջան, գլխի գալիքները չգիտեն ես անգամ։ Հիմա որ է ԱՄԿ կուսակցության նախագահ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Շահեր Վիպոյան։ Ոայ, հորս արևարա։ Ախպեր ջան, լսեք ես ինչ եմ ասում։ Արի պայմանավորվենք, որ դու ինչ ես խփում, մենակ ես եմ քեզ խփում։ $10,000 փող կտամ։ Արի բանամ ասում։ Ախպեր ջան, լսեք ես ինչ եմ ասում, քեզ էլ եմ $10,000 տալի, մենակ ես եմ խփում, դու չես խփում։ $10,000 հալա։ Համոզվել ես։ Գնացի։ Ախպեր ջան, $10,000 տալիս եմ, դու ինչ չես խփում, ես եմ քեզ խփում։ Ոնց չի արա։ 20,000 եմ տալի։ Ես ով արա։ Այ 30,000 եմ տալի։ 50,000։ Վիպոյան, ես չեմ վաճառում։ Ջանդամի վաճառվես ախպեր ջան։ Լաղարին նայ, ես քեզ առս դրա էլ կտապեմ։ Գնացի։ Պարոն Վիպոյան, ես բասում եք Արտուր Աբրահամին ծեծել եք։ Հա, էլի ծեծել եմ, Նինա։ Ուղղակի ես այդ ժամանակ 20 տարեկան ինքը 9։ Մանարա, մի 10 րոպե ոտդ կախկցի, մի հատ դզվեմ, որ քեզ տանեմ տուն, Նինա։ Ոչ, պարոն Վիպոյան, շնորհակալություն, բայց ես արդեն տանող ունեմ։ Եղավ Նինա աղջիկ, հեսա ես նախագահ կդառնամ, քեզ կնշանակեմ նախարար, ու այդ ժամանակ ես քեզ 100% պատժելու եմ։ Հենց այստեղ։ Number 1 city in the world.